պատերազմը սկսվելուց։ Վաղ առավոտից Հայաստանի վարչապետը Facebook-ում 5 գրառում է արել, պատասխանելով Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին։ Մի գրառմամբ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստվում է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային պատմության առանցքային թղթերը, ներառյալ 2019 թվականը, ու մատնանշելով Սերժ Սարգսյանին, գրառումը ավարտել է մեջբերում, նաև քո գրած մի նամակ է մեջ դնելու, որ չմտածես առեմ համարում խոսքերով։ Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, թե Ղազախի շրջանի 3 գյուղերի եւ Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակախնդիր է ու այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում, Հայաստանի վարչապետը գրել է. մեջբերում, սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի հետ սահմանին Եվրամիության առաքելության գործունեության վերաբերյալ, որը օգտագործվում է ըստ իրենց որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։ Արտգործնախարարության խոսնակն ասել է. մեջբերում, մենք սպասում ենք հայ-ադրբեջանական սահմանից եվրադիտորդների հեռանալուն։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո սահմանին եվրադիտորդների առաքելության ձևաչափը պետք է փոխվի։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նախագահությամբ անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Խորհուրդը խստորեն դատապարտել է եկեղեցու եւ եկեղեցականների իրավունքների դեմ իրականացվող ապօրինի գործողությունները, հակաեկեղեցական հռետորաբանությունը եւ ատելության խոսքը, շեշտելով, որ դրանք խաթարում են խղճի եւ խոսքի ազատությանը ու հանրային համերաշխությունը։ Անդրադառնալով որոշ հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական բարույթներին, խորհուրդը հայտարարել է, որ դրանք հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա եւ հակասում են արդար դատաքննության միջազգային չափանիշներին, կոչ անելով դադարեցնել ապօրինի գործերը եւ ազատ արձակել ազատազրկված հոգեվորականներին ու քաղաքացիական անձանց։ Մայրաթորից հայտնում են, որ հոգևոր խորհրդի ժողովում ներկայացվել են նաեւ զեկույցներ Բաքվում պահվող գերիների, ինչպես նաեւ Արցախի հոգևոր մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վերաբերյալ։ Խորհուրդը վերահաստատել է եկեղեցու պատրաստակամությունը շարունակել ջանքերը գերիների վերադարձի եւ հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցելով միջազգային կառույցների հետ։ He decided to go himself. Եկեղեցու պաշտպանության համար կալանավորված Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում մանրամասներ է պատմել, թե ինչ է կատարվել հունիսի 18-ին ոստիկանության բաժնում, երբ իրեն հորն ու հորեղբորը Սամվել Կարապետյանին ձերբակալել են։ Ես հիշում եմ, 8 ժամ ոստիկանության բաժանմունքում էինք եւ նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէ այդ 37 վայրկյանի համար։ Ես հիշում եմ, քննիչը մտավ սենյակ եւ բացականչեց. Ես գտա մի հոդված, իսկ մյուսը ասաց. ոչ, դա չի աշխատի։ Եվ 7 ժամ հետո նրանք գտան մի հոդված եւ մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահանկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում, որն ի դեպ դուք կարող եք դիտել YouTube-ում, բոլորը կարող են, չկա ոչ մի խոսք, ոչ վարչապետի, ոչ էլ այլ բանի մասին։ Մենք կարողացել ենք հասնել։ Նախորդին ձերբակալված Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը մերժել է հակակոռուպցիոն դատարանը։ Քերոբյանը հայտնել է, որ դատարանը մերժել է ոչ միայն իր, այլև 5 տարի քննվող եւ ավելի քան 10 տարվա վաղեմության դեպքերի վերաբերող գործող անձնող, կարծես թե մյուս բոլոր 1 տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Քերոբյանին մեղադրում են 2008-ից 2014 թվականներին Երևանին պատկանող հողատարածքներ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նա մեղադրանքները չի ընդունում։ Ղազախական ցորենը նույնպես հասել է Հայաստան։ Մոտ 1000 տոննա ցորենով բեռնված գնացքը անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի երկաթուղային ճանապարհներով գիշերը հասել է Հայաստան։ Բեռը Տավուշի այրում կայարանում դիմավորել են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը։
Պիտի ընդգծեմ, որ սա հնարավոր եղավ նախ իրականացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը ինքնասպան է եղել։ Քրեակատարողականի ծառայողը շրջայց կատարելիս խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին, հայտնել է քրեակատարողական ծառայության խոսնակը։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հաստատել է քննչական կոմիտեի պաշտոնյան։ Ըստ մեղադրանքի Միքայել Հարությունյանը պաշտոնավարման շրջանում բնակարան է տվել Երկրապահ կամավորական միության այն ժամանակվա նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին։ Չնայած մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանի համար։ Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավել նաև գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։ Միացյալ Նահանգները Հունգարիային 1 տարով ազատել է ռուսական նավթի եւ գազի գնման դեմ սահմանված պատժամիջոցներից։ Զիջման դիմաց Հունգարիան պարտավորվել է մոտ 600 միլիոն դոլարի ամերիկյան հեղուկ գազ գնել։ Բուդապեշտի ու Վաշինգտոնի միջև այս համաձայնությունը ձեռք է բերվել Սպիտակ տանը Թրամփ-Օրբան հանդիպման ժամանակ։ Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ արևմտյան պատժամիջոցները, մասնավորապես ռուսական գազ, նավթ գնելու դեպքում Հունգարիայի համար գաղափարական կամ քաղաքական հարց չեն, այլ ֆիզիկական գոյության։ Նա նկատել է, որ Հունգարիան ելք չունի դեպի ծով եւ ամբողջությամբ կախված է ռուսական էներգակիրներից եւ դրանցից հրաժարվելը ծնկի կբերի Հունգարիայի տնտեսությունը։ Թրամփն ու Օրբանը հրապարակային խոսել են նաև Բուդապեշտում տեղի չունեցած ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի մասին։ Օրբանը կրկին առաջարկել է իր երկրի մայրաքաղաքը որպես Թրամփ-Պուտին հնարավոր բանակցությունների վայր։ Նա նշել է, որ Եվրոպայում միայն ԱՄՆ-ն եւ փոքր Հունգարիան են խաղաղության կողմնակից կառավարություններ։ Ի պատասխան Թրամփը վստահություն է հայտնել, որ շուտով կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ Բուդապեշտում Պուտինի հետ նախապես պլանավորված հանդիպումը հետաձգվել է մեկ պատճառով։ Նրանք ռուսները պարզապես դեռ չեն ուզում դադարեցնել, ասել է Թրամփը։ Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ իսրայելցի այլ պաշտոնյաների ձերբակալության միջազգային օրդեր է տվել, նրանց մեղադրելով Գազայում ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների համար։